Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաարևաբուր եւ ամենաբազմազան խոհանոցից։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք, ինչպես նշեցի, ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից։ Այսօր այդ գործում ինձ օգնելու է այգի ռեստորանային համալիրի խոհարար Էդգար Հախվերդյանը։ Ողջույն Էդգար։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ դուք։ Լավ եմ, լավ, շատ լավ եմ։ Քո տրամադրությունը այսօր ինչպիսին է։ Լավ։ Ինչ ենք պատրաստելու։ Լցոնած գառի թիակ։ Ինչով ենք լցոնելու։ Իր սիրտ թոքով։ Իր լյարդով եւ սիրտ։ Իսկ այլ մթերքներ, ուզում եմ որ դու նշես բոլոր մթերքները։ Ավելացնելու ենք սող, պղպեղ եւ լոլիկ։ Սող, պղպեղ, լոլիկ եւ լցոնելու ենք գառանթիակի մեջ։ Եվ լավ, ես օգնեմ քեզ ջերմային մշակում իրականացնելուն։ Բացում ենք գառի թիակը։ Հենց վերևի մասից ենք բացում։ Այո, բացում ենք, խորը գառանթիակը։ Այնուհետև համեմում ենք աղ, գրպանիկն ենք համեմում։ գրպանիկներ, սև պղպեղ, մի քիչ եւ կարմիր պղպեղ։ Դասական համեմելու եղանակ, աղ, պղպեղ։ Այնուհետև կտրատում ենք սոխը, նրան ճզմում ենք Սոխը պիտի ճզմենք վրա։ գառի թիակի վրա, որպեսզի սոկը նրան Սոխի հյութն է օգտագործում։ սոխի հյութը նրան բռնի։ Այնուհետև նրան լցնում ենք մածուն։ Մածունով բաստուրն ենք բռնում, Համեմում ենք։ գառանթիակը, դնում ենք մի կողմ, Դրեցինք։ ժամանակ։ Թավայի մեջ լցնում ենք ձետ եւ կարակ։ Այնուհետև սիրտ եւ թոքը։ Ես ուղղակի մեր հեռուստադիտողներին պիտի նշեմ, որ միշտ նշվում է թոք, բայց օգտագործում է լյարդ։ Եվ մի այսպիսի արտահայտություն կա՝ սև թոք։ Սև թոք չի լինում, այլ դա լյարդն է, չէ՞։ Այո։ Լցնենք։ Լցնում ենք լյարդը եւ սիրտը, գառան, մանր կտրատած։ Այնուհետև կտրատում ենք սոխը, մանր։ Երևապատեցինք ենթամսամթերքը։ Մի քիչ ավելացնում ենք կծու պղպեղ։ Այո։ Համեմում ենք սիրտ թոքը, աղ, սև պղպեղ Այո։ եւ կարմիր պղպեղ։ Ավելացնում ենք ամբողջությամբ։ Այո։ Այնուհետև կտրենք լոլիկը։ Մի քիչ տապակելուց հետո Այո։ ավելացնենք լոլիկը։ Այնուհետև անջատենք Անջատենք կրակը։
Վերցնենք գարի թիակը։ Ես մի հարց պիտի տամ, գարանտիակի այդ խմորման process-ը, համեմելու process-ը մենք որքան երկար այնքան լավ, թե ժամանակ կա։ Ժամանակ կա։ 2-3 ժամ, Մի 40 րոպե։ 40 րոպե։ Շատ լավ։ Հիմա ես պիտի օգնեմ քեզ։ Հիմա լցոնում ենք գարի թիակի մեջ։ Լցնում ենք գարանտիակի մեջ, խեղճ գառնուկին, սիրտն ու լյարդը դնում ենք թևի տակ, ասում ենք դե գնա։ Այնուհետև ուղարկում ենք ջեռոց։ Ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցում ինչքան ջերմաշան պիտի լինի, որքան է։ 150 աստիճան։ 150 եւ ինչքան պիտի պահենք։ 45 րոպե։ Հարգելի հեռուստատողներ, ջեռոցում պիտի լինի 150 աստիճան եւ շատ բնական է, որ դանդաղ կրակի տակ պիտի պատրաստվի 45 րոպեից մինչեւ մի ժամ։ Մի ժամ հետո կհանդիպենք եւ կվայելենք այս հիանալի ուտեստը, տեսքը կվայելենք բնականաբար։ Գնացինք, 1 ժամ հետո կհանդիպենք։ Ահա հարգելի հեռուստադիտողներ, պատրաստ է արդեն գարանտիակը։ Ես ուզում եմ նորից հիշեցնել, թե ինչ արեցինք։ Մենք գարանտիակը անեցինք աղով պղպեղով, սոխի հյութ եւ մածուն։ Մի կես ժամ մնաց, համեմվեց, առանձին տապակեցինք մեր գարան ենթամսամաթերքը, սիրտը եւ լյարդը, ավելացրինք սոխ, կարմիր պղպեղ, լոլիկ եւ բացելով գրպանի գարանտիակի մեջ լցոնեցինք ենթամսամաթերքը։ Մեզ հարկավոր էր 150 աստիճան, այնքան որքան հենց պարունակում է, որքան հենց ստացվում է թոնրի միջոցով։ Եվ թոնրում պահեցինք 45 րոպե։ Ահա եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Խնդրեմ Էդգար, եթե դու ունես որևէ առաջարկ մեր հեռուստատողներին, կարող ես ազատես, հղի քո առաջարկը։ Սկսնակ խոհարարներին խորհուրդ կտամ պատրաստեն հայկական ուտեստներ։ Հարգելի հեռուստատողներ, ուզում եմ ձեր անունից եւ մեկ անգամ շնորհակալություն հայտնել Էդգարին եւ ցանկանանք, որ նա այդպես շարունակի մեր ազգային խոհանոցում իր պրպտումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա իմաստից, այդ իմաստը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք համբերություն, եւս մի քիչ, եւ ամեն ինչ լավ է լինելու։ Բարեկամներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալությունս հայտնել այգի ռեստորանային համալիրի տնօրինությանը մեր հաղորդումներին աջակցելու համար։ Շնորհակալություն, ստեսյուն։ Լցոնած գարանտիակ։ Գարանտիակ 1 հատ, լյարդ 150 գրամ, սիրտ 150 գրամ, սոխ 80 գրամ, մածուն 100 գրամ, տագդեղ 70 գրամ, լոլիկ 70 գրամ, ձեթ 20 գրամ, կարակ 30 գրամ, աղ, պղպեղ, վարյախորժակ։